64-29-12 սրանք մեր կյանքում ու հատկապես քաղաքական այսուհետ սովորական թվեր չեն։ Այս թվերը հիմա շատ կոնկրետ իմաստ ու բովանդակություն են ստանում։ Դրանցից մեկը օրինակ նշանակում է պարզ մեծամասնություն, բայց չի նշանակում սահմանադրական մեծամասնություն։ Մյուս երկուսի գումարը նշանակում է արգելափակող փոքրամասնություն։ Վաղվանից ու առաջիկա 5 տարիների ընթացքում, եթե շատ լուրջ ճգնաժամեր ու կոլապսներ չլինեն, այս թվերի տարբեր հարաբերակցություններով են որոշվելու մեր քաղաքական ու հասարակական կյանքի ուղղությունները, օրենքներն ու կանոնները։ 64, 29, 12 մանդատ, աթոռ, կոճակ, ինչպես ուզում եք անվանեք։ 9-րդ գումարման ազգային ժողովի հետաքրքրաշարժ մաթեմատիկան, հին դեմքերով նոր պատկերը եւ առաջին նիստի հնարավոր ինտրիգները։ Մեր հատուկ ռեպորտաժում։ Ինտրիգ մի փնտրեք ազգային ժողովի հետագա 5 տարվա մեջ այսպես մեռածալ կգնա։ Եթե ասենք արտաքին քաղաքական գործընթացները ակտիվ միջամտություն չլինի, որովհետև Հայաստան-Ռուսաստան խնդիրը կա։ Ամենայն հավանականությամբ մենք տեսնելու ենք հին ազգային ժողովի կրկնություն, որտեղ գլխավոր հատկանիշը շոուներն էին, իսկ քաղաքական օրակարգերը երկրորդական պլան էին մղվել։ Շոուներում մենք ունենալու ենք նոր դերակատարներ, ընդ որում քաղաքական առումով, քաղաքական որակների առումով կարծում եմ այս ազգային ժողովը մի փոքր ավելի թույլ է նույնիսկ լինելու, քան նախորդ ազգային ժողովը, այնպես որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության շահ այս ընտրությունների արդյունքում չունեցավ։ Նոր խորհրդարանի մասին պատկերացումներում շատ էական տարբերություններ չկան, հատկապես փորձագիտական ու հասարակական այն շրջանակներում, որտեղ խորհրդարանական նոր ուժը չի ընդունվում որպես այդպիսին, այսինքն որպես իրական նոր ուժ, այլ նույնականացվում է արդեն հայտնի որոշ ուժերի հետ։ Ավելի քիչ են, ավելի զգուշավոր գնահատականները։ Ճիշտ չի լինի միանգամից որակական գնահատական տալ, որտեղ մի ուժը բացարձակ նոր ուժ է, ճիշտ է կան դեմքեր, որոնք տարբեր ուժերի կազմում են եղել ու հիմա այս ուժի կազմում են, բայց հիմնական մեծամասնությունը ըստ էության հանրության այդ թվում անծանոթ մարդիկ են։ Կազմը փոփոխված է։ Արդյոք այդ կազմի փոփոխությունը կունենա որակական փոփոխություն, բավականին վաղ է ասել։ Ամեն դեպքում որակական փոփոխություն եթե լինի, ապա դրանում ավելի շատ ընդդիմությանն է դեր վերապահված, որովհետև նոր կամ պայմանական նոր ուժը նոր դեմքերով ընդդիմության մաս է կազմում, ընդ որում գերակշիռ մասը։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ ամեն ինչ կախված է ընդդիմության նպատակներից։ Նպատակը իշխանափոխություն անելն է, դա ուրիշ ռազմավարություն է պահանջում ազգային ժողովում։ Նպատակը ընդհանրեն ազգային ժողովում նախորդ 5 տարվա նման ելույթեր ունենալն է, քննարկություն իրականացնելն է, այսինքն նայել գործողություն որոք չի տալու, դա ուրիշ ռազմավարություն է։ Նպատակը կոմբայն բաժանելն է, որոնք կոմբայն բաժանելու համար ընդհանրապես ազգային ժողովում աշխատանքնել ձևական բնույթ ունենայց, ինչ են ուզում։ Քանի որ կա ընդդիմություն, որը գալիս է շոու սարքելու, գալիս է խանգարելու, գալիս է այլ պետության կոնկրետ Ռուսաստանի շահերը պաշտպանելու, ես առաջընթացի հույսեր կոնե չունեմ։ Առաջին նիստը լինելու է այդ 5 տարվա շոու ներկայացման առաջին արարը։ Ես սպասում եմ առաջին նիստի ժամանակ մենք տեսնելու ենք դրսևորումներ, որոնց մասին կես կատակ, կես լուրջ ժողովուրդը խոսելու է։ Առաջին նիստի առանձնահատկություններից մեկը կարող է լինել կաթողիկոսի հավանական բացակայությունը։ Հասարակության մի զգալի մասի համար դա կընկալվի որպես հետընթաց եւ շեղում հավանդույթներից ու խորհրդանիշներից։ Քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Ղևոնդյանը այդպես չի կարծում։ Հաշվի առնելով վերջին 1 տարվա զարգացումները, հաշվի առնելով, որ ոչ բոլորն են ընդունում, այդ թվում եկեղեցու ներսում ոչ բոլորն են ընդունում, որ կաթողիկոսը իրավամբ է զբաղեցնում այն դիրքը, որը զբաղեցնում է, կարծում եմ խորհրդանշական հետընթաց համարել կաթողիկոսի չլինելը չի կարելի, բայց գուցե մայրաթոռի այլ ներկայացուցիչ լինի, կապ չունի թե որ հատվածից։ Հիմա փորձենք հասկանալ առաջին նիստի օրակարգային նշպությունները առանց էմոցիոնալ պատկերի։ Առաջին նիստերը հստակ օրակարգ ունեն։ Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների ընտրություն, մշտական հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների ընտրություն, կառավարության ծրագրի ներկայացում։ Ազգային ժողովի նախագահի եւ 2 տեղակալների աթոռները իշխանությանն են, մեկը ընդդիմությանը։ Ընդդիմությունը նաև հանձնաժողովների 4 նախագահների քվոտա ունի, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։
Նախկինում ընդդիմությունը կարող էր չառաջադրել թեկնածուներ, այդպիսով ստեղծելով ընտրության ճգնաժամ։ Հիմա նոր կանոնակարգով, եթե ընդդիմությունը չառաջադրի կամ առաջադրի ու 3 անգամ թեկնածուն չընտրվի, ապա հարցի քննարկումը կհամարվի ավարտված։ Որ սցենարն է ավելի հավանական համարում Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Կարծում եմ, այս պայմաններում, եթե ընդդիմությունը քվոտայով իրեն հասանելիք պաշտոնները որոշել է վերցնել, ապա եթե որոշել են վերցնել, ուրեմն չեմ կարծում, որ իրենք հատկապես այս փոփոխություններից հետո իմաստ կունենա ինչ-որ մեկին չառաջադրել, կառաջադրեն, այլ հարց թե ում կառաջադրեն եւ արդյոք իշխանությունը կքվեարկի իրենց առաջադրած տեխնացուի օգտին։ Սա ամենակարևոր հարցերից մեկն է։ Եթե ընդդիմությունը առաջադրում է տեխնացու եւ նա չի ընտրվում, ապա անտրամաբանական է դառնում նույն տեխնացուին երկրորդ ու երրորդ անգամ առաջադրելը։ Այս պարագայում ընդդիմության տեխնացուն պետք է ընդունելի կամ նախընտրելի լինի նաեւ իշխանության համար։ Ի վերջո անցողիկ ձայները ապահովելու են իշխանական падգամավորները։ Սա այն իրավիճակն է, որտեղ ընդդիմությունը իշխանության հետ պիտի խոսի։ Կամ կուզի բարձրաձայն, կուզի ցածրաձայն, կուզի կուլիսների ետևում, թե հրապարակային, իրենք պետք է խոսեն, որովհետև առանց իշխանության քվեարկության ընդդիմադիր որևէ պաշտոնյա չի լինելու, հանձնաժողովի որևէ նախագահ կամ տեղակալ չի ընտրվելու։ 2026-31 թվականների խորհրդարանական ընդդիմության յուրաքանչյուր քայլ պետք է գնահատվի մեկ չափանիշով, որքանով այն մոտեցրեց իրենց հայտարարված քաղաքական նպատակին։ Վերջերս այսպիսի գրառում էր արել Արփինե Հովհաննիսյանը Facebook-յան էջում։ Նաև ամփոփել էր 2021-26 թվականների խորհրդարանական ընդդիմության գործունեությունը, թե քանի հարց են հնչեցրել, քանի ելույթ, քանի օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, քանի անգամ են գործուղվել այս կամ այն երկիր, քանի միլիոն դրամ պարգևավճար են ստացել ու քանի падգամավոր է լքել ընդդիմադիր խմբակցությունները եւ հետագայում փաստացի աջակցել իշխանությանը։ Իրենք մանդատները վերցրել են, դրա համար էլ այդ ցուցանիշները դրել էին, որ հասկանանք, եթե այդ ձևով են գնում աշխատելու, արդյոք դա իրենց մոտեցնելու է իրենց հայտարարած նպատակին։ Մանավանդ որ նախընտրական շրջանում խոսվում էր բացարձակապես միայն հաղթանակի եւ իշխանափոխության մասին։ Վերադառնանք 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստի առանձնահատկություններին եւ հիշեցնենք, որ ըստ կանոնակարգի այն վարելու է տարիքով ամենամեծ падգամավորը, մինչեւ ազգային ժողովի նախագահի ընտրությունը։ Ինձ արդեն բախտ է վիճակվել 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ հիմա էլ 9-րդ ազգային ժողովի առաջին նստաշրջանը բացման արարողությունը ես կատարեմ։ Սա մեծ պատիվ է։ 9 գումարման ազգային ժողովի առաջին նիստերից 4-ը վարել է Կնյազ Հասանովը։ Սա բացարձակ ռեկորդ է։ 81-ամյա падգամավորը չնայած առաջին նիստերը վարելու հսկայական փորձառությանը, հերթականին էլ հատուկ պատասխանատվությամբ է նախապատրաստվել։ Նախորդի միջադեպն է հիշում, երբ հենց առաջին նիստի ժամանակ ստիպված է եղել դիտողություն անել իր կրտսեր գործընկերներին։ Ասեցի ընկերներ, դուք բոլորը զարգացած կրթված մարդիկ եք, падգամավոր եք, այսօր ամբողջ աշխարհը բացման օր է, մեզ են նայում, թող մեզ մասին լավ կարծիք զգան։ Ասում է, որ սիրում է քննադատությունը, եթե այն առողջ է ու կառուցողական, չի ընդունում падգամավորի աշխատավարձից հրաժարվելու մասին վերջերս լսած խոսքերը։ Հայտարարում է Նարեկ Կարապետյանը, որ ես աշխատավարձ չեմ ուզում, ինչի համար, եթե դու падգամավոր ես, անկախ դրանից, ինչքան գումար ունես կամ հնարավորություն ունես բոլորին պահես կամ այս խոսակցությունները ես ճիշտ չեմ համարում։ Այնպես չլինի, որ տարբերություն լինի, էլի ես ունեմ, դու չունես, այստեղ այս երևույթը հաճելի չի։ Հետո անդրադառնում է ընտրակաշառքի թեմային։ Ես էլ հարցնում եմ, թե արդյոք այն ժամանակ դա չկար, երբ դուք ներկայացնում եք դեռ նախորդ իշխանությունները։ Կար ու շատ, բայց այստեղ պետության միջոցով էր այդ ընտրակաշառքը գնում ավելի շատ, քան ստեն դիմադիրները։ Այն ժամանակ պետության աշխատողներն էին, ներկայացուցիչներն էին կաշառք բաժանում, պետությունը եթե ինքն է բաժանում, բնական է, որ քիչ էր բռնվում։ Այն ժամանակ հանրապետական կուսակցության կողմից էի գնացել որպես ազգությամբ քուրդ ազգային փոքրամասնության падգամավոր, այսօր էլ քաղաքացիական պայմանագրի կողմից եմ գնացել։ Ես որպես կուսակցության падգամավոր հանդես չեմ եկել, ես որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ եմ եղել
տեսել եմ եւ հիմա չեմ կարող թաքցնել, որ չի եղել ովքեր որ ընտրակաշարք են տալիս բաժանում կամ վերցնում, դրանց բռնում են անմիջապես։ Ուրեմն պետությունը չի մասնակցում այս երևույթներին։ Ազգային ժողովի ամենատարեց падգամավորին հրաժեշտ տալուց առաջ խնդրեցի, որ քրդերեն լեզվով պատասխանի վերջին հարցիս։ Գալեք ջմլա տեմը պիրոզբոյի շոննա բունոմեն, բունովի եկի գալակի շոմը։ Կնյազ Հասանովը ասում է, որ հերթական առաջին նստաշրջանը բացելու համար շատ շնորհավորանքներ է ստացել Թուրքիայից, Սիրիայից, Իրանից, Իրաքից, քուրդ ազգը մեծ է, 50 միլիոն։ Ասում է նաև, որ առաջին նիստը վարելը պատիվ է եւ իր եւ ազգի համար եւ ցանկանում է, որ ապագա խորհրդարանը ավելի լավը լինի։ Ասում են ապագան հասկանալու համար պետք է ուսումնասիրել անցյալը։ Այս դրամաբանությամբ կարելի է նաև վաղվա խորհրդարանը պատկերացնել։ Նախորդից մեր հիշողություններում ավելի շատ տպավորվել են ոչ այնքան օրենսդիր գործունեությունը, որքան սուր քննադատությունը, փոխադարձ մեղադրանքները, վեճերը, հայհոյանքներն ու ծեծկռտուքը։ Սա իհարկե անհետևանք չի մնացել։ Ժողովրդի սուր աչքն ու խոսքը տվել է իր գնահատականը՝ հումորով, անեկդոտներով, թևավոր արտահայտություններով։ Օրինակ, որ նիստերից առաջ падգամավորներին բաժանում են բռնցքամարտի ձեռնոցներ, հեռահար մարտի համար ջրի շշեր, իսկ նիստերը հեռարձակվում են ոչ թե լրատվական, այլ սպորտային ալիքներով։ Բայց շատ չմտահոգվեք, հայկականից շատ ավելի մարտունակ խորհրդարաններ կան, օրինակ Ուկրաինայի Գերագույն Ռադան կամ Թայվանի ու Հարավային Կորեայի խորհրդարանները։ Այստեղ մարտերը արևելյան մարտարվեստի կանոններով են կամ նույնիսկ առանց կանոնների։ Աշխարհը խելոք խորհրդարաններ էլ ունի, օրինակ Նորվեգիայում, Ավստրալիայում, Սաուդյան Արաբիայում եւ նույնիսկ մեզանից ոչ շատ հեռու Տաջիկստանում։ Խելոք խորհրդարաններում սուր քննարկումներ, վեճեր չկան։ Ամեն ինչ միապաղաղ է, հանգիստ, այնքան որ երբեմն կարելի է նաեւ քնել։ Ուզում եք սա կատակ ընդունեք, ուզում եք լուրջ, ասում են հանգիստ քունը խորհրդարանական աթոռին նշանակում է, որ падգամավորի խիղճն է հանգիստ։ Արտակ Հովհաննիսյան, Դավիթ Խալաչյան, Սեյրան Հակոբյան, Լևոն Խաչատրյան, Վահե Հակոբյան, Հորիզոն։